Արդյոք ընտրական ցենզի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները ողջամիտ են, օրինական են, կարծում եմ ողջամիտ չեն, օրինական չեն, սահմանադրական չեն։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները կամ պատգամավորները, ովքեր այդ նախագծի հեղինակներն են, լինեն լիարժեք անկեղծ, իրենք կարող են ընտրական նոր ցենզ սահմանել։ Ընտրություններին կարող են մասնակցել միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակիցները կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցող կուսակցությունների անդամները աջակիցները։ Դա կլինի շատ անկեղծ, դա կլինի իրական նպատակի բացահայտումը։ Սա ընդհանուր առմամբ պատասխանս ձեր առաջին հարցին, ինչ վերաբերում է արդյոք նշվածը կապ ունի սահմանադրական դատարանում գործընթացի հետ թե ոչ, չեմ կարծում եմ այն ավելի այլ նպատակներ է հետապնդում, որոնց վերաբերյալ այս փուլում երևի թե դեռ վաղ է խոսել։ Սահմանադրական դատարանը եթե գտնում է, որ ընտրության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, ապա մեր դիմումի բավարարման մասին է դա խոսելու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե այդ աստիճան վստահ է իր ուժերի վրա, հանրության վստահության վրա, ապա իրենք ունեն բոլոր հնարավորությունները միանալու մեր հիմնավորումներին։ Թող լինեն նոր ընտրություններ, թող լինի ընտրությունների երկրորդ փուլ։ Բայց դուք խոսում եք մի ուժի մասին, որը վերջին օրերին փորձում է հիմնավորել անհնարինը, որ օրինակ վերաքվեարկություն չպետք է արվեր։ Հարգելիներս, ի վերջո, նույնիսկ ձեր ստեղծած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որպես դիտարկվող անձը, ում վերաբերյալ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասում է վերջինս քաղաքական գործիչ է։ Պատկերացնում եք դիտորդը, որը պետք է լինի անկախ, ԿԸՀ-ի կողմից տրված վկայականի հիման վրա, նույն ԿԸՀ-ն հիմա իրեն լրիվ այլ աչքերով է նայում։ Հիմա ինչի մասին ենք խոսում։ Տիկին Մելոյանի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ մի բան հաշվի առեք։ Ի վերջո նշված հարցի վերաբերյալ վստահ եմ իր պատասխանը կկարողանա տալ, շատ հստակ, կարծես վերջին շրջանում նկատվում է ամեն մի հարցազրույցի շրջանակներում որոշակի մի կոնտեքստ, մի հանգամանք փորձել մի քիչ այլ կերպ ներկայացնել եւ դա որպես վերջնական դիրքորոշում ներկայացնել հանրության։ Ես ինքս նշված հատվածը չեմ լսել, այդ իսկ պատճառով հիմա զերծ կմնամ մեկնաբանություն տալուց, բայց վստահ եմ Տիկին Մելոյանը դրա վերաբերյալ առավել քան հստակ պատասխանը կտա։ Որ հարցին չեմ պատասխան։ Ձեր հարցի վերաբերյալ պատասխանը հստակ է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իր քվեով կարտահայտի իր դիրքորոշումը, բայց ժողովրդի կողմից իր իշխանությունը իրացնելու համար սահմանադրությունը մեկ այլ հանգամանքել է երաշխավորում։ Ասում է, որ այդ ամենը պետք է լինի ազատ եւ հավասար պայմաններում։ Ազատ եւ հավասար պայմանները ենթադրում են, որ վարչական ռեսուրս չչարաշահվի, որ ատելության խոսք չտարածվի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ մեկ քրեական գործ հարուցված լինի, որտեղ ոնց որ դեպքերը կային, դուք հաշվի առեք, մթնոլորտը ընտրական։ Մեկ ուժը ապրիլ ամսին կենսաթոշակը բարձրացնում է 10,000 դրամով։ Մեկ այլ ուժի անդամին հեռուստացույցի շուրջ խոսակցության համար հիմա դատում են։ Հեռուստացույց բոլոր կենսաթոշակառուների համար 10,000 դրամ։ Ազատ հավասար պայմաններ ըստ սահմանադրության։